Սիրելիներս, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը։ Ամբողջ տարվա ընթացքում նախատեսված են տարատեսակ համերգներ, շրջագայություններ եւ ոչ միայն։ Այս ամենի մասին մենք այսօր զրուցելու ենք ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի եւ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ։ Բարի լույս, շնորհակալություն մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Բարի լույս, շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք, որ ունեք ժամանակ այս խառը հագեցած շրջանում մեզ էլ տրամադրելու եւ նաեւ մեզ հետ կիսվելու կարևոր տեղեկություններով։ Նախ առիթից օգտվելով եւս մեկ անգամ ուզում շնորհավորեմ, սա տոն է կարծում յուրաքանչյուրիս համար, որ մենք այս տարի նշում ենք 100-ամյակը ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ հետաքրքիր է ինչ պլաններ կան 100-ամյակի հետ կապված։ Ինչ սպասենք մենք որպես հանդիսատես ունկնդիր այս հոբելյանական տարվա շրջանակներում։ Գիտեք, մենք փորձել ենք տենց երաշտապես հագեցած լավ ծրագրեր ունենալ մեծ արտիստների հետ, որը որ եւ իհարկե մեր կարևորագույն ուղղությունը դա ինչքան հնարավոր է բարձր մակարդակով հանդես գալն է։ Եվ իհարկե ինձ համար շատ կարևոր էր, որ 100-ամյակի տարվա ընթացքում հայ մեր ամենապանծալի երաժիշտները նույնպես նվագախմբի կողքը լինեն եւ այդ ճանապարհին իհարկե Սերգեյ Խաչատրյանը, որ փաստորեն մենք բախտ ունեցանք հիմա իրեն հետ շրջանները գնալ Հայաստանի, որ երկրորդ տարին ենք անում, Սյունիքում 4 համերգ ունեցանք, անցյալ տարի էլի նորից գնացել ենք Սյունիք եւ Սերգեյի հետ կարողացանք կատարել մեր ուրեմն համերգաշրջանի բացումը 100-ամյակի, որ շատ կարծում եմ, որ սիմվոլիկ է, որ հենց 100-ամյակի համերգաշրջանի առաջի մենակատարը Սերգեյ Խաչատրյանի պես երաժիշտն է եւ նաեւ փառատոնի բացումներ դա եւ նոյեմբերի 2-ին փառատոնի փակումն է մի ուրիշ հիմա բարձրացող հայ երիտասարդ դաշնակահարու հետ Եվա Գևորգյանի հետ ես շատ կարևորում եմ այդ հանգամանքը, որ բացի մեծ արտիստներից լինեն մեր մեծ արտիստները հատկապես եւ մի քիչ հաջողվեց էլի դա, մի քիչ չէ, բավական է, որ Սերգեյ Խաչատրյանը բացումը Եվայի հետ փակումը կանենք փառատոնի եւ ընթացքում էլ հիմա աշխատում ենք, որ Սերգեյ Բաբայանն էլ գա, ինչ ասեմ, եւ բոլորը, դե երգիչները էլի մեզ համար հիանալի է, որ մենք ունենք այդպիսի երգիչներ եւ անցյալ օրն էլ անկախության օրը մեր մի ուրիշ շատ բարձրացող աստղի հետ Ջուլիանա Գրիգորյանի հետ, աստղ բառը չեմ սիրում, երգչու, նրա հետ ինք հանդես գալիս եւ տարվա ընթացքում էլի բոլոր երգիչները այսպես տեմպես լիպարիտը բավականին հագեցած ծրագիր էլի։ Այո, բոլորը մեր կողքն են, բայց բացի դրանից ունենք էլի նաեւ արտասահմանցի շատ հանրահայտ երաժիշտներ, որ այսինքն նպատակը լավ երաժշտություն ներկայացնելն է 100-ամյակի շրջանակներում առավել եւս։ Ինչպես միշտ։ Ինչպես միշտ փորձում ենք։ Շատ լավ։ Ծրագրերը փաստորեն բավականին հագեցած է ու դուք էլ պարբերաբար սոցիալական հարթակներով կիսվում եք, տեղեկացնում եք, որտեղ շրջագայությունները նույնպես։ Խոսքի մեջ դուք անդրադարձաք փառատոնին, այդ մարզերի ծրագրերին, որոնց որ մենք ընթացքում զրույցի ավելի մանրամասն կանդրադառնանք, բայց քանի որ արդեն մարզերից սկսեցիք, երբ ու ինչը դրդապատճառ դարձավ, որպեսզի անցած տարվանից արդեն այդ ծրագիրը կյանքի կոչվեց։ Սերգեյը զանգահարեց։ Ինձ եք հարցնում։ Կարող եք երկուսը պատասխանել։ Սերգեյի գաղափարը շատ մեծ է սրա մեջ եւ դրա համար ես կուզեմ, որ ինքը ասի հատկապես, որ սենց առիթ ունենք ինքը մեզ հետ տա, տենց ամեն օր չի ստացվում։ Ճիշտ ասած այդ միտքը ես շատ տարիներ առաջ եմ ունեցել, որ երբ որ մենք միշտ կապ ունենք Երևանի հետ, այսինքն գալիս եմ միշտ համերգներով եւ մեծ մասամբ դա լինում էր Երևան, երբեմն նաեւ արեցինք Գյումրիում, մի քանի տարի առաջ նաեւ Արցախ էին գնացել համերգներով, բայց չկար այդ կայուն ոնց որ գաղափարը, որ երբ որ գալիս ես Հայաստան, որ բացի Երևանում
համերգ տալուց, քանի որ Երևանի ոնց որ երաժշտական կյանքը բավականին լեցուն է եւ շատ հանրահայտ երաժիշտներ են գալիս, բայց մենք մի քիչ այդ բացը ունենք մարզերում, հատկապես երբ որ արդեն ավելի հեռու մարզեր են գնում, ոնց որ ունենք Սյունիքի մարզն է, եւ դրա համար այդ միտքը կար, որ պետք է նաեւ փորձել այնտեղ ակտիվացնել երաժշտական կյանքը, այնտեղ մարդկանց նաեւ մատուցել երաժշտություն, դասական երաժշտություն, ինչով մենք զբաղվում ենք, որ միգուցե ավելի բուրըն կյանք այնտեղ լինի, ինչ որ կապված է արվեստը։ Եվ ես կարծում եմ, որ եւ դժվար է իհարկե արտասահմանյան երաժիշտներին համոզել, որ իրենք գնան մարզերով նվագեն, չնայած մի քանիսը նույնիսկ անում են, բայց կարծում եմ, որ գոնե թե մենք որպես հայեր, այսինքն հայ երաժիշտներ, հայ արվեստագետները պետք է մեր դա առաքելությունն է, որ նաեւ հասնենք այն մարդկանց, որոնք որ ամեն օր այդ հնարավորությունը չունեն լսելու։ Եվ այդտեղից այդ գաղափարը ծնվեց։ Դուք մի շարք շատ հայտնի նվագախմբերի հետ եք ելույթ ունենում, բավականին հագեցած ծրագրերով ու գրաֆիկով նույնիսկ, բայց հետաքրքիր է, ինչով կառանձնացնեք ու ինչով է առանձնահատուկ ձեզ համար մեր ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Եվ բնականաբար ինչ տեղ ունի ձեր երաժշտական կարիերայում հենց ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Դե ես կարծում եմ ինքը կամա թե ակամա ստացել է շատ կարևոր տեղ, որովհետև ամեն տարի ես գալիս եմ եւ գրեթե ամեն տարի իրենց հետ նվագում եմ։ Դա ոչ մի նվագախմբի հետ ես չեմ անում, որ ամեն տարի իրենց հետ նվագեմ։ Որտեվ ոնց էր որ լինի, երբ որ դու նույնիսկ նվագախմբի հետ շատ լավ հարաբերություն ունես, ամեն սեզոն քեզ չեն կանչում, այլ գոնե ամեն երկրորդ սեզոն ես դու գալիս նվագում։ Եվ դա արդեն համարվում է շատ հաճախ։ Իհարկե լինելով ոնց որ իմ ազգի ֆիլհարմոնիկը եւ ունենալ այդ 100 տարվա ավանդույթ ինքը շատ կարևոր տեղ է գրավում իմ համար եւ մենք ունենք շատ մտերիմ հարաբերություն Էդուարդի հետ Թոփչյան, որ ես ճանաչել եմ 11 տարեկանից, երբ որ ինքը դեռ այն ժամանակ ղեկավարում էր Սերենադ նվագախումբը եւ իրանք գալիս էին Գերմանիա հյուրախաղերին, այդ ժամանակի 96 թվին, որ մենք առաջի անգամ հանդիպել ենք եւ մենք նույնիսկ համերգ ենք միասին նվագել, նույնիսկ Բախի կրկնակի կոնցերտը այն ժամանակ։ Այո։ Բայց դե այդ համերգը բացառիկ է, որտեղ ինքը ջութակել էր նվագում այն ժամանակ։ Պատկերացնում եք Սերգեյ Խաչատրյանի հետ ջութակ եմ նվագել։ Մայստրո Թորներս որ լինեն, պիտի պատմեմ եմ գլուխ կողմ։ Շատ գեղեցիկ ու ինչ բացառիկ համերգ է տեղի ունեցել, ափսոս ձայնագրություններ կան, բայց այդ համերգի։ Այդ Բախի, հա, որ թորնիկներին կարողանան կապացնել։ կարծում եմ, որ կլինեն, այո։ Կգտնվի։ Բայց իհարկե ես ուզում եմ ասել, որ բոլոր համերգները չեն դա եղել։ Մենք Սերգեյի հետ շատ լուրջ համերգներ ենք ունեցել արդեն այն ժամանակ։ Ուղղակի դա կարծեմ 2 անգամ ծրագրերից մեկն էլ դա է եղել։ Բայց որտեվ Սերգեյը մեր հետ կատարեց Բախի կոնցերտները, ու ոնց որ մնացել էր այդ կրկնակի կոնցերտը, դա էլ արեցինք, էլի։ Շատ ձեռքի հետ, բայց ավելի կարևորը նրանք էին, որ ինքը այն ժամանակ այդ տարիքում նվագում էր եւ արդեն ցնցող ձևով ու արդեն հասկանալի էր թե ում հետ գործ ունենք։ Այ փոքր տարիքից խոսեցինք, տեսեք, ինչ շատ հետաքրքրեց, որքանով է հետաքրքրված ժամանակակից երիտասարդությունը դասական երաժշտությամբ։ Ես կարծում եմ, որ ամենայն դեպս, երբ որ մենք ունենք շրջակայում ենք մարզերում, բավական մեծ հետաքրքրություն կա երիտասարդների կողմից, նույնիսկ փոքր երեխաների կողմից, այնտեղ նաև ես փորձեցի մի քանի լսումներ կազմակերպել Գորիսում, որտեղ երեխաներ եկան տարբեր տեղերից, Գորիսից եւ Կապանից։ Ուղղակի դու տեսնում ես, որ այնտեղ դեռ այդ կարիքը շատ մեծ զգացվում է եւ մեծ ձգտում կա սովորելուն, որի որ ինչ որ չափով այնտեղ պակասը նաեւ արկա է եւ բայց ես ունակ կարող եմ ասել համեմատ միգուցե համեմատ եվրոպական երկրներին եւ ավելի շատ կարող եմ խոսալ Գերմանիայի մասին, որտեղ մենք ապրում ենք, այստեղ հետաքրությունը դեռևս զգուշ ասենք, դեռևս շատ ավելի արկա է ընդհանրապես դեպի ու գիտեք մենակ
ոչ թե հետաքրությունը դեպի դասական երաժշտություն, այլ ընդհանրապես երիտասարդների ձգտումն է ինչ որ մի բանի հասնելուն։ Որովհետև Եվրոպայում ես զգում եմ, որ մի քիչ մենք այնտեղ անկում ունենք այդ առումով, ձգտման առումով։ Եվ այդ որ ասում եմ, որ աչքերի մեջ կրակ է վառվում, որ երեխան ուզում է ինչ-որ մի բանի հասնել, ուզում է իր լավագույնը անել, այնտեղ մի քիչ բոլորը արդեն ոնց որ կոպիտ ասած կշտացած են։ Եվ ստեղ դա դեռ ես կարծում եմ, որ կա։ Ինչ է հրաշալի ու նման ծրագրերի շնորհիվ կամ թեկուզ մեր 17-րդ փառատոնի շրջանակներում Երևանյան նույնպես հանդես գալով մարդկանց անորակ երաժշտությունից մի քիչ զատել եւ դեպի դասական երաժշտությունը ել ավելի մոտեցնել, հագեցնել քաղցը, սովը հագեցնել, ինչպես դուք նշեցիք։ Գիտեք, այդ մոտեցնելու առումով իհարկե շատ կարևոր է կրթությունը, որովհետեւ զուտ համերգներով դու չես կարող երիտասարդությանը բերես դասական երաժշտության ճանապարհը դեպի որակ եւ դեպի դասական երաժշտություն, անպայման չի որ երեխան հետագայում դառնա երաժիշտ, բայց դա սկսվում է փոքր տարիներից եւ դա պետք է սկսեն ծնողները։ Դե հիմա ունենք հրաշալի հնարավորություն, ամեն դեպքում սերնդափոխություն է գնում, չէ՞, մարդիկ նոր ընտանիքներ են ստեղծում, այդ նոր ընտանիքներ ստեղծողները այն երիտասարդներն են, որոնք որ կամած արդեն սովորում են ու նաև ականջն են սովորում դասական երաժշտության։ Միշտ եղել են դասական երաժշտության սիրողներ եւ կան։ Միշտ ինքը ավելի փոքր տոկոս է եղել, քան Բայց մայստրո, վերջին շրջանում կարծես թե այդ թիվը մի քիչ աճել է ամեն դեպքում։ Կդժվարանամ ասեմ, բայց աճել է թե չի աճել, բայց կան, այո, սիրողները կան եւ գնահատողները կան։ Դասական երաժշտություն արվեստ է։ Արվեստով ապրողներ եւ սնվողներ բոլոր դարերում եղել են եւ հիմա էլ կան եւ բնական է որ ինչքան երևույթը ավելի թանկարժեք է եւ ավելի գիտելիքներ է պահանջում որպեսզի դու կարողանաս նրա հետ շփվել եւ մոտենալ ինքը ավելի քիչ տոկոսով մարդու է հետաքրում բայց բարձրարժեքը միշտ գուցե հասանելի է մի քիչ ավելի քիչ մարդկանց նույնպես եւ դասական երաժշտությունը արվեստի ճյուղ է որ այսինքն միշտ եղել են սիրողները, հիմա էլ կան, բայց բարձ է, որ երևի ինչ որ մի հատ չեմ ուզում անուններ տալ, դա երևի ավելի մեծ մասաների է հետաքրում։ Բայց անկախ ամենից ես վստահ եմ, որ դուք էլ կփաստեք, որ Սերգեյ Խաչատրյան երաժիշտ, ինչպես դուք եք նշում, հա, ձեր խոսքի մեջ, այն նրա նման երաժիշտների շնորհիվ շատ երեխաներ եւ նոր սերունդ մոտիվացիայի աղբյուր են հանդիսանում։ Միանշանակ։ Եվ նրանց շնորհիվ նաև ինչու՞ չէ չայցելում են, չգիտեմ, երաժշտական դպրոցներ, հաստատություններ, նպատակ, որպես ինքը օրինակ է եւ սիմվոլ է շատ շատերի համար եւ այդ թվում նաև երեխաների եւ ավելի իրենից երիտասարդների, որտեղ ինքն էլ դեռ շատ երիտասարդ է, բայց այո, դա իհարկե շատ մեծ խթան է, որպեսի ուրիշներն էլ, այդ երիտասարդներն էլ ուզենան դառնալ այսպիսին կամ մոտենալ կամ նմանվել, իհարկե։ Մայստրո, մի հատ հետարքիր մի քիչ սուր հարց։ Հետարքիր է, ինչպես եք ընդունում այն փաստը կամ ինչպես եք ձեզ զգում, երբ որ մեր ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարում է մեկ այլ դիրիժոր։ Շատ հանգիստ եմ ես զգում եւ ճիշտն ասած բոլորը գիտեն դրա մասին, ես ընդհակառակը ես համոզված եմ, որ նվագախումբը ինչքան լավը լինի, շատ պետք է իրեն հետ նաև այլ դիրիժորներ աշխատեն, երբեք դրան խանդով չեն վերաբերվել եւ դրան կա շատ տարբեր մոտեցումներ, շատ նվագախմբերում ոչ Հայաստանում ձգտում են մարդիկ, որ միշտ լինի մեկը, որ իրենից շատ ավելի թույլ է։ Դե մի քիչ հրավիրյալը շատ հռոմեական քաղաքականություն։ Չէ, իսկապես կա այդ բանը, իսկապես կա, կամ եթե մի դիրիժոր կգա եւ մեծ, այսինքն իր նվագախմբի մեծ սիմպաթիային կարժանանա, անպայման այդ գլխավոր դիրիժորը այնպես կանի, որ նա էլ չգա։ Ինձ մոտ հակառակն է։ Ես հակառակ, այո, շատ հաճախ են գալիս։ Ես փորձում եմ ամենամեծերի, ամեն ինչը չի, որ ինձ հաջողվում է, բայց ես փորձում եմ։ Ես հիմա նույնիսկ հստակ կապի մեջ եմ Սայմոն Ռեթելի եւ Ռիկարդո Մուծիի հետ եւ մի կասկածեք ամեն ինչ անելու են որ գան։ Իմ հիմա երազանքը այդ կարգի դիրիժորներ բերելն է, էլի բերել ենք մի քանի հոգու եւ դեռ պիտի բերենք եւ ընդհանրապես եթե ես
հաճախ ես ինքս այստեղ չեմ եւ մի որևէ դիրիժոր աշխատում եմ մեր նվագախմբով, չէ, ես երբ որ գալիս եմ լսում եմ, որ արձագանքները լավ են, երաժիշտները իրենց լավ են զգացել այդ դիրիժորին սիրել են, անմիջապես նրան հետ եմ հրավիրում, որովհետեւ ինձ համար կարեւոր է, որ ցանկացած շաբաթ երաժիշտները երջանիկ լինեն, գոնե իրանց արած գործով։ Իսկ եթե հարցին մոտենանք հակառակ տեսանկյունից, պարոն Թոփչյան, նոր սերնդի մեջ կան բավարար կադրեր, ովքեր կկարողանան ապահովել բնականոն սերնդափոխությունը։ Հայաստանում դիրիժորներ։ Ոչ միայն։ Նվագախումբը։ Ոչ միայն, նաև երաժիշտներ։ Բարդություն ունենք մենք, ես հիմա չեմ ուզում կատեգորիկ բաներ խոսել, մենք լուրջ բարդություններ ունենք, ինչի մասին մտածում ենք եւ հատկապես կարծում փողայիների հաշվով։ Ընդհանրապես ես ձեզ ամենատարօրինակը ասեմ։ Փողայինները քանի որ միշտ խնդրեմ էին եղել, հիմա իրենք ամենամեծ խնդրեմը չեն, որովհետև մի ամբողջ տարիներ փորձեցինք լրացնել այդ խնդրեմը եւ հետո չնկատեցինք, ոչ այդ խնդրեմը առաջացավ հենց լարայիններում, որտեվ այսինքն մենք փորձում ենք դա անել ինչ որ կողքի ճանապարհներով, որ չգիտեմ ֆիլհարմոնիկում լինի, ակադեմիայի պես բան, հրավիրյալ երաժիշտները դասավանդեն եւ այլն, մենք գործիքներ գտնենք, առնենք երեխաների համար էս բարերանի դիմենք, մյուսին դիմենք եւ փողայինների ինչ որ զարգացում նկատվում է վերջի 10 տարում եւ կան լավ երեխաներ եւ պատանիներ, երիտասարդներ։ Իսկ այլ լարայինների մեջ հիմա քանի որ նվագախմբի մեջ էլ նարայինները մեծ մաս են զբաղեցնում, այսինքն քանակի կարիք կա։ Այսինքն ոնց որ ցանկալի է ունենալ ավելի լավերին եւ իսկ դիժորների մասին ընդհանրապես մտահոգեցնող վիճակ է երիտասարդ, դրա մասին էլ ենք մտածում, ես կիսվել եմ եւ նախարարության հետ եւ անձամբ տիկին նախարարի հետ եւ նույնիսկ մենք ինչ որ ծրագիր ունենք, որ փորձում ենք իրականացնել, որպեսզի այդ բացը լրացնենք։ Հիմա առանձնապես չեմ խոսի թե ինչ ծրագիր, բայց ես կարծում եմ, որ մեր պրոֆեսիոնալ երաժիշտների մտահոգությունը նաև համապատասխան մարդիկ կիսում են եւ պետք է փորձեն սատար կանգնել, որպեսզի այո, սերնդափոխությունը կարևորագույն մի հանգամանք է եւ հիմա ես դեռ երևի ամենատարեց մարդը չեմ, բայց ես շատ եմ մտածում ինչ է լինելու։ Եվ դա եւ նույնիսկ Սերգեյն է մտածում Գերմանիայից, իրենք էլ հիմա երկու ընկերներով փորձում են այստեղ ջութակի դպրոցը զարգացնել, ես չգիտեմ անուններ տալու իրավունք ունեմ թե չէ, թող ինքը անի, բայց ուզում եմ ասեմ բոլորը իրենց հերթին փորձում են եւ սա պիտի արվի, հակառակ դեպքում խնդիր կունենանք անպայման։ Կրթության մասն էլ նաեւ խոսենք, ինչ վիճակում է այսօր մեր կրթությունը։ Արդյոք բավարար է թե մենք դեռ կատարելագործվելու կամ դրսում էլ ավելի, այո, լրացուցիչ։ Բավարար չի, եւ եթե մենք առաջ ունեցել ենք լարային գործիքների արտադրություն, եթե կոպիտ ասենք, իսկ մենք ունեցել ենք։ Խոսքս չի գնում նրա մասին, որ ամենամեծ ջութակահարը ունենանք հայերով աշխարհի, ոնց որ հիմա ունենք։ Խոսքս գնում է միջին բարձր մակարդակի մասին։ Նրանք, ովքեր պետք է լավ ուսուցիչներ դառնան, նրանք, ովքեր պետք է նվագախմբերը մատակարարեն, նրանք, ովքեր ինչու ոչ պիտի հիանալի կամերային երաժիշտներ լինեն, բայց ոչ ենթադրենք աշխարհի ամենամեծ մենակատարը։ Այդպիսի երաժիշտների քանակությունը պիտի շատ լինի։ Մեզ մոտ հիմա դա շատ թույլ է։ Մենք էլի գուցե ունենք 1-2 լավ աչքի ընկնող երիտասարդներ, սա հիանալի է, բայց ոնց որ ընդհանուր մակարդակը, ընդհանուր միջին մակարդակը շատ է ընկած։ Եվ սրա մասին, այո, մենք մտածում ենք։ Սերգեյ, նաև սիրով կուզեինք լսել ձեր տարբերակը ու ձեր կարծիքը։ Դա երկար ճանապարհ է իհարկե, բայց կարծում եմ, որ Հայաստանի համար կարևորագույն եւ պետքա լինի առաջնահերթ որակական փոփոխություն ընդհանրապես ամբողջ մեր երկրում ստանանք, նաեւ պրոֆեսիոնալիզմի առումով ունենանք դասատուներ, որոնք որ վաղը չեմիսորը կմեծացնեն այդ երաժիշտներին թե ֆիլհարմոնիկի համար, թե միգուցե ինչու՞ չէ նաև սոլիստներ կծնվեն այդ ամեն ինչից։ Իմ միշտ երազանք եղել էր այն, որ
որտեվ այսօրվա դրությամբ մեր իրականությունը ոնց է, որ դու ունես մի հատ երեխա, որը օրինակ գնում է ջութակի եւ չգիտեմ ծնողները կամ այդ նույն դասատուն տեսնում է, որ այդ երեխան ունի ինչ-որ օժտվածություն բացառիկ կամ պոտենցիալ կա, ասենք միջին երեխա չի, առաջի միտքը, որը որ ծագում է բոլորի մոտ, որտեղ գնա, որ սովորի։ Եվ իհարկե այդ որտեղ գնալ մենք ի նկատի չունենք Հայաստանում, այլ ի նկատի ունենք, չգիտեմ, արտասահման որտեղ գնա, որ լավ կրթություն ստանա։ Եվ իմ երազանքը այն ա եղել, որ ինձ դա ճիշտ ասած միշտ նյարդայնացրել է, որ մենք չենք կարող, չնայած մենք ունենք այդպիսի հիասքանչ ներուժ մեր երկրում, այսինքն հայ լինելով այդ երեխաները ունենալով, բայց մենք անպայման պետք է գնանք եւ կրթվենք նախկինում սովետական ժամանակել դա Ռուսաստանն է, որ բոլորը գնում էին Մոսկվա կամ Պետերբուրգ եւ այդ պատճառով շատ կարեւոր է այդ արմատական փոփոխությունը անել կրթության մեջ, այսինքն որակական այսպես ասած դպրոց, բայց դպրոց ոչ թե նկատի չունեմ կառույցի տեսքով, այլ դպրոց զուտ ջութակային դպրոց ոնց որ ներդնել Հայաստանում, որը որոնակ ես բախտ եմ ունեցել, որ ստացել եմ դա իմ դասատուից, պրոֆեսոր Ռիսինից եւ ինքը ինձ տվել է, հույսով եմ, որ բավական գիտելիքներ, որի հիմնան վրա կարելի է որակյալ ջութակար ընդհանրապես կրթել եւ նաեւ իմ ընկերոջ հետ, որը որ նաեւ հայ է, Արամ Վադալյան, որը նաեւ պրոֆեսոր է Գերմանիայում Դետմոլդի կոնսերվատորիայում, մենք փորձում ենք այդ առումով գալ ստեղ եւ փորձել այդ ամեն ինչը փոփոխել, որովհետեւ իհարկե շատ վարպետության դասեր են լինենում, շատ մարդիկ են գալիս եւ այդ ամեն ինչը անում են, դա շատ լավ է, դա մոտիվացնում է երիտասարդներին, ուսանողներին, բայց դա ոչ մի արմատական փոփոխություն մեր երկրում չի բերելու։ Եվ այդ ամեն օրվա աշխատանքն է, որը որ բերելու է ուրիշ որակ եւ նաեւ հույսով ենք, որ վաղը չեմ ասոր, եթե մենք կարողանանք դա իրականացնենք, որի համար իհարկե ֆինանսական աջակցություն է պետք եւ այլն, որ մենք նաև այդ դասավանդելու միջոցով կգեներացնենք երիտասարդ դասատուներ, որ այդ ցանցը լայնանա եւ հույսով եմ, որ մի օր այդ երազանքը կիրականանա։ Մենք էլ ենք մեծ հույսով, որ իրոք կիրականանա։ Եվ թող կախարդական հնչի, բայց մեր տաղավարից բոլոր երազանքներն։ Իրականում այո, անկեղծ եմ ասում, մեր տաղավարը շատ դրական էներգիա ունի, այստեղ շատ ծրագրերի մասին ենք խոսել, նախաձեռնությունների մասին ենք խոսել, ու փառք Աստծո, իրականությունը դա։ Ես մտածում եմ մի քանի երազանք պահեմ։ Սկսենք Մայստրո ջան, բայց նախքան երազանքների անդրադառնալը, խոսենք մի քիչ հյուրախաղերից։ Այո, պատմեք ձեր Միացյալ Նահանգների հյուրախաղերից, Մայստրո։ Մենք գնացինք երկու համերգով Հունաստան, հետո մեկնեցինք Կարնեգի հոլ, Նյու Յորք, եւ Կարնեգի հոլից գնացինք Տորոնտո Սիմֆոնի հոլ, այնտեղից Մոնրեալ եւ եկանք վերջի համերգը Բոստոնում, Բոստոնում Սերգեյ Բաբայանի հետ էինք։ Մնացած համերգներում Սերգեյ Խաչատրյանի հետ ենք եղել եւ մեր այդ տուրը նաև այդ ամերիկյան պրոմոտորների, ուրեմն կազմակերպիչների ցանկությամբ նվիրված էր Արամ Խաչատրյանի 120-ամյակին եւ Ռախմանինովին։ Եվ մենք հարցնեի ծրագիրը արդեն բարձր։ Մենք ամենտեղ նվագում էինք Արամ Խաչատրյան եւ Ռախմանինով, մասնավորապես նվագում էինք հատվածներ Սպարտակ բալետից, որ դուք այդքան անգամ գլխավոր դերում հանդես եկել, ես գիտեմ, տեսել եմ։ Եվ հետո Սերգեյ Խաչատրյանի հետ նվագում էինք ջութակի կոնցերտը, իսկ դե ջութակի կոնցերտը իր նման նվագող պատմության մեջ չկա։ Այդ ես հիմա որպես հայ չեմ ասում, բայց իսկապես չկա։ Դու չես կարող որպես հայ չասես։ Չէ, ինչի, այդքան լավ կատարումներ կան, ինքը այնպիսի կոնցերտ է, որ շատ մեծագույն ջութակահարներ են անդրադարձել։ Եվ Շերինգը, Օյստրախը, Կոգանը, Ռուջերոյիչին, տասնյակ ուրիշները, Պերելմանը, չգիտեմ, տասնյակ կատարումներ կան ջութակի կոնցերտը, Սիտկավեցկին շատ են, այսինքն չենք կարող տվել, բայց Սերգեյի պես իրոք որևէ մեկը չի նվագում այդ կոնցերտը, եւ
այդքան հարուստ ու այդքան գեղեցիկ ու այդքան, այսինքն շատ երջանկություն էր։ Եվ հետո երկրորդ բաժնում նվագում էինք Ռախմանինովի երկրորդ սիմֆոնիան, որ շատ մանրակրկիտ պատրաստվել էինք եւ բոլոր այդ գրաքննադատները շատ հատկապես Կարնեգի հոլում շատ բարձր գնահատեցին մեր համերգը, որը իհարկե մեզ համար մեծ կարևորություն ունի եւ մեծ ուժ է տալիս հետագայի համար։ Հրաշալի, վստահ եմ նույն վառ տպավորությունը նաև ձեզ մոտ է երևի թե։ Ինքը շատ լավ ասեց ամեն ինչ։ Իհարկե նաև ուրախալի է, որ երբ որ գնում ես հյուրախաղերի, նաև տեսնում ես քո հայրենակիցներին, որոնք որ գալիս են աջակցելու, նույնիսկ այնպիսի հայրենակիցներին, որոնք որ միգուցե ոչ ամեն օր են գնում դասական համերգների, բայց ամեն դեպքում դա էլ էր ոգևորիչ եւ կային նաեւ շատ ունկնդիրներ իրանց լսարանը միջազգային եւ իրանց մելոմաններ, այսպես ասած, եւ լավ էր։ Մայստրո, կան երաժիշտներ, որ դիրիժորների մասով հասկացենք, բայց երաժիշտներ օրինակ, որ դեռ չեք հասցրել հրավիրել կամ կուզենայիք մոտ ապագայում նաեւ նրանց հրավիրեիք։ Հայաստան, իհարկե կան։ Իհարկե կան։ Լավ երաժիշտներ շատ կան աշխարհում։ Եվ գիտեք, մենք շատ ծանր կետից ենք սկսել այն սկզբից, երբ որ ես հիշում եմ, մենք արտասահմանցի երաժիշտներին դիմում էինք քիչ թե շատ հայտնի, նրանք մեզ չէին էլ պատասխանում։ Բայց շատ բան փոխվեց այս տարիներում, ոչ միայն մեր շնորհիվ, էլի Հայաստանում երաժշտական կազմակերպություններ եւ նվագախումբ կա, որ այդ գործունեությունը ծավալում են, պետք է ասել, որ Հայաստանը հիմա դարձել է, Երևանը կոնկրետ, ցավոք սրտի դեռ Հայաստանը չի, Երևանը դարձել է հիմա այն երաժշտական, դասական երաժշտության կենտրոնը, Արամ Խաչատրյան համերգասրահը, որը, ասենց ասեմ, որոշակիորեն հայտնվել է այդ քարտեզի վրա, ինչ որ երբեք չի եղել։ Եվ այսինքն դուք կտեսնեք, չենք էլ կարող թվել, թե ամենամեծ երաժիշտները աշխարհում որ կան, բոլորը եկան Երևան, բոլորը ասելով շատ շատերը եւ իհարկե մեզ կհաջողվի ընթացքում մյուսներն էլ որ գան, դա կարծում եմ որ բոլորովին խնդիր չի։ Վստահ ենք, որովհետև հիշում եմ, թե ինչպեսի շքեղ էր ու ինչ գեղեցիկ էր հենց բացման արարողությունը 100-ամյակին նվիրված։ Յուջավանգի հետ։ Յուջավանգի հետ հրաշալի ելույթ ունեցավ մեր նվագախումբը ու վստահ եմ ու նույն կերպ այդ այնս բորոն ու այդ բազմերանգ այդ գունեղ, հա, այդ տպավորություններով տարին դեռ շարունակում է։ Հետո մենք գնալու ենք Չինաստան։ Իսկ հետո իդեպ ունենք մի հատ բավականի երկար տուր Իտալիա, Շվեյցարիա, Եվրոպական տուր։ Եվրոպական, Իսպանիա եւ նույնիսկ Լատինական Ամերիկա, ինչ եմ ասում, նույնիսկ 2 համերգ նշանակված է, բայց դեռ հաստատված չի ինչպես ենք հասնելու այնտեղ, բայց օրինակ մայիսի 19-ին համերգ ունենք Թիատրո Կոլոնում։ Հետո Գերմանիա, այսինքն ինքը մոտ 1 ամիս տուր է եւ ինչն է շատ ուրախալի, որ Իսպանիայի համերգները էլի Սերգեյ Խաչատրյանի հետ են։ Ճիշտ է, ինքը չի ասել ինչ։ Ինձ թվում է 2010 թվականից 25-ի համար նախապես այսպես խոսել եք մի 15 տարի առաջ, որ այս ամբողջ տարի կարողանաք Սերգեյ Խաչատրյանի զբաղեցնել։ Ֆիլհարմոնիկ նվագախմբի զարգացման հեռանկարների առումով նոր մտքեր կամ գաղափարներ կան, սա որպես դիտարկենք արդեն վերջին հարց։ Կան եւ ամեն ինչը գիտեք փոխկապակցված է եւ կրթությունը, որ խոսեցինք, որտեվ այդ կրթությունը ֆիլհարմոնիկի ապագան է, որտեվ հիմա մենք նվագախումբը կարծես թե շատ լավ վիճակում է, բայց մտահոգեցնողը նա է, որ նվագախմբի հիմնական կորիզը 90-ականների կեսերին ավարտած երաժիշտներն են, որոնք դեռ երիտասարդ են եւ իրենք 10-12 տարի բարձր մակարդակով կծառայեն։ Այ հետոյի մասին մտածելա պետք։ Բայց այսօր կամ 3 էր պետք պետք էր մտածել շատ վաղուց, ես անդադ կրկնել եմ, բայց այսօր կարծես ստացվում է եւ մենք այս ճանապարհին նաեւ ունենք Կերոն հիմնադրամի պես մի հիմնադրամ, որը շատ օգնում է կրթությանը եւ օրինակ ինքը մենք հիմա
մենք միշտ ունեցել ենք մի քանի արտասահմանցի երաժիշտներ մեր նվագախմբում, որը մեծ տոկոս չի կազմում, ասենք 116 հոգու մեջ 8 հոգի։ Բայց հիմա էլ միշտ ունեինք նրանց ֆինանսավորելու խնդիրները, տարբեր տարիներին տարբեր ձևով ենք լուծել։ Հիմա Կերոն հիմնադրամը ասեց, եթե այդ երաժիշտները փողայիններ են բոլորը, եթե դուք կարողանաք հրավիրել, որ բացի նրանից իրենք շատ լավ նվագեն ձեր նվագախմբում, նաև ինտենսիվ դասավանդեն հայ երեխաներին, մենք ձեզ կօգնենք։ Իսկ դա հենց ճիշտն ասած մեր քաղաքականությունն էր, որտեղ մենք մինչև հիմա էլ ում որ հրավիրել ենք, նաև այնպես ենք արել, որ իրենք դասավանդեն եւ դրա համար էլ շատ փողայիններ կան։ Եվ գիտեմ, որ Կերոն հիմնադրամը միայն մեզ չէ, որ օգնում է, այսինքն կան պրոգրեսիվ քայլեր շատ են արվում եւ ես հավատում եմ, որ հնարավոր է, որ Հայաստանը իրոք շատ պինդ գտնվի համաշխարհային դասական երաժշտության այդ լավ քարտեզի վրա։ Իր հաստատուն տեղը նույնիսկ։ Այո, դա շատ կարևոր, ես օրինակ դա կհամարեմ շատ շատերի հետ միասին, նաև իմ ձեռքբերումը։ Հրաշալի, Սերգեյ, ինչ նորություններ սպասենք, չնայած ամբողջ այսպես ինֆորմացիաներից, բայց եթե կան նորություններ, որոնց չհասցրեցինք անդրադառնանք, սիրով լսենք։ Նորություններ համերգի տեսնող։ Ոչ միայն, բոլոր առումներով։ Մեկ էլ չգիտենք ուղղակի ձեզ երբ ենք տեսնելու, հիմա ուզում ենք։ Չէ, որ թիվը պատմեմ ձեզ։ Չէ, դե իհարկե, հեսա որ մի քանի օրից հետո մեկնելու եմ հետ Գերմանիա եւ հոկտեմբերի սկզբից արդեն սկսվում է իմ համերգային գործունեությունը, սկսում եմ Ժնևից, օրկեստրը Սուիս Ռոմոնդի հետ Չայկովսկի պետք է նվագենք եւ Տուգան Սոխիևի ղեկավարությամբ, հետո դրանից հետո 2-3 օր կլինեմ տանը եւ հետո մեկնելու եմ Բրյուսել, իմ շատ կարելի ասել սիրված տեղերից մեկը Եվրոպայում, քանի որ շատ հիշողություններ կան Թաքու Ելիզաբետ մրցույթից, որ 2005 թվին նվագել եմ եւ նաեւ այդ ֆինալը, որ տեղի ունենում էր, այդ համերգներն լինում են այդ նույն դահլիճում եւ միշտ որ այնտեղ ես նենց շատ մտերիմ եւ հոգեհարազատ զգացմունք կա, նաեւ ունկնդիրն էլ իրանք ուրիշ ջերմություն կա, ուրիշ հարաբերություն կա։ Համար շատ սպասում եմ այդ համերգին, դա հոկտեմբերի 17-ին է լինելու, դրանից հետո մեկնում եմ Սան Ֆրանցիսկո Սիմֆոնիի հետ համերգով այնտեղ, եւ հետո արդեն նոյեմբերն է գալիս, այնտեղ Վիենանը, Բեթհովեն կոնցերտով, Վինա Կամա օրկեստրի հետ, եւ ես այդպես շարունակ, եւ արանքներում դեռ պետք է հասցնեմ դասավանդել։ Ինչպես միշտ հագեցած գրաֆիկ։ Մենք ամեն դեպքում ձեզ շատ ուրախ ենք Հայաստանում տեսնել, ինչպես նաև մայստրոն քիչ առաջ նշեց, բացառիկ հնարավորություն է լինում, բայց երբ որ լինում է, մենք բոլորս ենք որպես ունկնդիր կամ հանդիսատես արդեն ուրախ ձեզ այդտեղ տեսնել։ Իսկ այսօրվա մեր հանդիպման համար կրկնակի ուրախ ենք, որ մայստրոն եւ դուք միասին մեր տաղավարում եք ու խոսեցինք կարևոր թեմաների մասին, անդրադարձանք մի մեծ պատմություն, ինձ թվում է ոչ մի բան բաց չենք թողել, չէ՞ մայստրո։ Կարևորներին ամեն ինչին անդրադարձել ենք։ Ժամանակի համար կարծում եմ ամեն ինչից խոսել ենք։ Շատ ամփոփ, շատ համեստ, շատ տեղերում նույնիսկ այսպես կարողացանք անդրադառնալ։ Շատ շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մեզ հետ ցեցիք առավոտը։ Շնորհակալություն, իսկ մենք սպասում ենք ձեր հաջորդ շրջագայություններից հետո նորից ձեզ հյուրընկալել մեր տաղավարում եւ մի լավ հագենալ եւ լցվել։ Եվ եկող տարի էլ նորից ունենք բան Հայաստանի շրջաններով, մարզերով նույն։ Ուրիշ տեղեր են գնալու, որ դեռ չենք եղել եւ իհարկե էլի Սյունիք ենք գնալու։ Ընդ որում, որ հրաշալի առիթ կունենանք հաջորդ տարի նորից հանդիպելու։ Շատ շնորհակալություն եւս մեկ անգամ ձեզ, լավ օրվա շարունակություն ենք մաղթում, իսկ մենք շարունակենք սիրելիներս ֆանտաստիկ երաժշտական կատարում կունենանք այս պահին մեր եթերում, որից հետո վերադառնանք ու կշարունակենք։